Հիմնականում վարկաբեկելու, մարդկանց ներքաշելու քերական վարույթների մեջ ու աշխատանքները պարալիզացնելու համար արվում։ Նույն աշտարակի, նույն ընտրակաշարք ընտրողների վրա ազդեցություն, բայց որևէ փաստ, օրինակ աշտարակի դեպքը, որ տեղի է ունեցել, մեր ընկերներից մեկին մեղադրում են, որ 2 տարի առաջ օժանդակել է, որ այդ գյուղում խաչքար կառուցվի։ Ու այդ խոսակցության մեջ ըստ էության դրա մասին է խոսքը։ Ու դա կա ձայնագրության մեջ, մեկը ասում է 2 տարի առաջ Աշոտ Սիմոնյանը օգնել է այդ խաչքարը կառուցել ենք։ Ասենց ինչ-որ, այսինքն հասկանում եք, գտնեն մի բան, գործ հարուցեն, մտնեն մարդկանց տները խուզարկելու, հույս ունենալով, որ ինչ-որ բան կգտնեն ու ոչ մի բան չեն գտել, չեն այդ գտնելու։ Իսկ եթե այսօր ցանկացած ԿՊ-ի գրասենյակ, մարզպետարան, քաղաքապետարան մտնեն, դրանցից յուրաքանչյուրը 200 տարի կարա դատվի։ Որտեվ ցուցակներով ուղղորդում են երեկվա, 3 չէ առաջորդվա իրենց հանրահավաքին, ամբողջ պետական ապարատին ցանկագրել են, ստիպել են, որ գան մանկապարտեզներով, դպրոցներով, քաղաքապետարաններով, մարզպետարաններով, նախարարություններով, ազգային պարկերով, չգիտեմ, ինչքան բյուջետային հիմնարկ կա, ու ասել են ոչ թե պետքա գաք մենակ դուք, այլ ստիպել են, որ պարտադիր իրենց ընտանիքից կամ իր հետ եւս 1-2 հոգի բերի։ Եթե ընդդիմությունից մեկը մի հատ նման բան անի, 5 րոպե հետո կալանավորում։ Այսինքն այդ ցուցակներն էլ է իրենց գրասենյակներում, իրենց հիմնարկներում, ընտրակաշարքն էլ, այդ մնացածն էլ։ Պարզապես գտել են ինչ-որ եղանակ, մարդկանց վախեցնելու ու մեր գործունեությունը խոչընդոտելու, պարալիզացնելու, սահմանափակելու, այսինքն մենք օրվա կեսը ստիպված զբաղվում ենք մեր ընկերների իրավական հարցերով, որտեղ համատարած մտնում են կնիկ, ճիժ, մեծ, փոքր, երեք Արարատի մարզում երեկոյան դաշտից 74 տարեկան մարդու ընտրակաշարքի մեղադրանքով տարել են, բայց ոչ մի կապ չունի, ուղղակի իր որդին մի քիչ ակտիվ է, տարել են, որ ճնշում բանացնեն նրա վրա։ Այսինքն, սա բազմաթիվ դեպքեր ու այդ նպատակով ոչ մեկի վրա էլ որևէ վարույթ չեն կարողանալու ավարտին հասցնել, որովհետև սարկած գործերը, իրանք էլ գիտեն դա։ Իսկ ինչ վերաբերվում է մասնակցությանը, Գյումրիում էլ իրենք են խոստովանը, չէ՞ որ Գյումրիում ավել մասնակցությունը դարձավ իրենց պարտության պատճառը, որտեղ իրենք այդ հաշվարկը չէին արել։ Տրամաբանությունը հետևյալն է, որ իշխանությունը իր մոբիլ ռեսուրսով, վարչական լծակներով, պետական ապարատով ունի ինչ-որ քվ։ Եթե քիչ մասնակցություն է լինում, այդ քվն դառնում է մեծամասնություն, բայց մեծ այս ծավալի մասնակցության դեպքում իրենք փոքրամասնություն են լինելու, իսկ Արայիկ Հարությունյանին ընդամենը մի քանի ժամ հետո ժողովուրդը ու արդյունքները իրան պատասխանը կտան ու ոչ միայն դրա, ընդհանրապես իրենց բոլոր արածները։ Մի լրացում, եթե կարելի է, իրենց 5 տարվա գործունեության արդյունքը դա կորսված Արցախն է, մեծացած Եռաբլուրն է, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանցիների ներկայությունն է եւ այն տնտեսական աղետը, որի առջև այսօր կանգնեցրել են Հայաստանին։ Այդ դա է իրանց գործունեության 5 տարվա արդյունքը։ Եվ ես հուսամ, որ այս բարձր մասնակցության ցուցանիշով մեր քաղաքացիները գնալու են եւ մերժելու են այն բոլոր տառապանքների պատասխանն են տալու, որ հասցրել են այս իշխանությունները եւ կանխելու են բոլոր այն աղետները, որի առջև այսօր կանգնեցրել են մեր երկիրը։ Այդ դա է իրանց 5 տարվա գործունեության արդյունքը։